Չորեքշաբթի 4 հունվար 2017-ի առավոտուն Դամասկոսի նախագահական բալադի մեջ Արամ առաջին գաթոյգոս հանդիպում ունեցավ Սուրիո Հանրապետության նախագահ Բաշար էլ-Ասադի հետ։ Ավելի քան ժամը տևած հանդիպման ընթացքին նախագահը Սուրիո ներքին գացության, ապահովական ու քաղաքական երեսներուն գծով, ինչպես նաև վերջին շրջանին տեղի ունեցած զարգացումներու մասին լայն տեղեկություններ փոխանցեց Վեհապար Հայրապետին։ Այս առիթով Վեհապար Հայրապետը ողջունեց Հալեբեն ներս խաղաղության վերահաստատումը եւ մաղթեց, որ ամենամոդիկ ապակային Փովանտակ Սուրիո դարածքին ամբողջական խաղաղություն եւ համերաշխություն հաստատվի։ Ապա նորին սրբությունը անդրադարձավ ընդհանրապես շրջանեն ներս եւ իմասնավորի Սուրիո դարածքին Թուրքիո կողմէ շարունակվող ժխտական եւ քանթիչ դերակատարության։ Արամ առաջին գաթոյգոս նաև շեշտեց ու հույս հայտնեց, որ երկրեն ներս բարեգարկումի ու վերականգնումի գործընթացը շուտով սկսի գործոն մասնակցությամբ բոլոր համայնքներուն, նաև քրիստոնյա ու մասնավորապես հայ համայնքին։ Այս պաշտոնական հանդիպման Վեհապար Հայրապետին կողքին էին Փերիո հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Դերշահան arczepiskopos Սարգիսյան, Սուրիո խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրար Ռեյիսյան, Մեծիդան Գիրիկիո գաթոյգոսության կենտրոնական վարչության անդամ Ջորջ Շահինյան, թեմի երեսփոխանական ժողովի անդամ Գարո Ուզբաշյան եւ ազգային վարչության ադենաբեդ Տիգրան Բեդրոսյան։